Ալիևը միանշանակ կողմնակից էր ուժի դիրքերից Հայաստանի հետ խնդիրը լուծելու եւ միջանցքը բացելու։ Բայց Ալիևը չկարողացավ դա անել, ինչու չկարողացավ, այստեղ պարամետրերին չանդրադառնամ, հիմնական պատճառը արտաքին ճնշումներ երևացող մասով Միացյալ Նահանգներից։ Իհարկե կար նաև եվրոպական ճնշումներ։ Այսինքն այնպես չի, որ Ալիևը այն ինչ որ ասում է, այդ ասածները ամբողջությամբ կարողանում է իրականություն դարձնել։ Աշխարհակաղակական իրավիճակները ստիպում են Իլհամ Ալիևին իր նախկին ասածներից հրաժարվել։ Գանք այս տեսակետից, որ Հայաստանի Հանրապետությունը դնում է Սահմանադրության հանրակրվե եւ այդ հանրակրվեն անցնում է։ Եվ այդ հանրակրվեն անցնելուց հետո Հայաստանը 1-2 տարի այնքան է ուժեղանում, որ հարձակվում է Ադրբեջանի վրա։ Ինչ սահմանադրություն խանգարելու էր ուժեղանալուց հետո հարձակվելու։ Կամ հարձակվելուց հետո Ալիևն ինչ է անելու։ Դիմելու է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանին, կամ դատարանին ասել է Հայաստանի Հանրապետության իշխանությունները խախտել են Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Այսինքն սահմանադրության փոփոխությունը զրո երաշխիք է, որ Հայաստանը հետագայում ռևանշիստական որևէ քայլ չանի։